Նա ուզում է եկեղեցին կործանել դավադիր եկեղեցականների միջոցով։ Մարդկանց ում նկատմամբ գուցե կոմպրոմատներ կան, գուցե կաշառել են, 30 արծաթ են տվել, գուցե ասենք այս մարդիկ ի սկզբանե այլ երկրների, հատկապես Թուրքիայի, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված են եղել, նրանց վրա կա բան, այսպես կոչված կոմպրոմատ, ժողովրդական լեզվով ասած, եւ Էրդողանն ու Նիկոլի Ալիևն էլ այդ կոմպրոմատները տվել են Նիկոլին, ահա Նիկոլը դրանք օգտագործելով այս դավադիրներին, տիրադավերին կարողացել է իր կողմը գրավել, նրանք էլ լինելով ի սկզբանե ի ծնետ հայ ժողովրդի թշնամիներ, այսօր ուղղակի բացահայտվել է։ Հուդան, որ Քրիստոսի հետ էր քայլում, այդ օրը չդարձավ բան։ Իհարկե։ Այսինքն Քրիստոս ընտրության ժամանակ Աստված էր, չէ, ինքը գիտեր եւ ներկան եւ ապագան եւ անցյալը, ինքը գիտեր, չէ, որ դա տեղի է ունենալու։ Բայց ինքը ուզեց նաեւ մարդկությանը ցույց տալ, որ ինչքան էլ լավագույն ընտրություն կատարեք, 12-ից գոնե մեկը, եթե աստվածային ընտրություն էլ կատարեք, 12-ից մեկը լինելու է մատնիչ։ Հիմա մենք շարքային մարդիկ, եթե ընտրություն կատարենք, հաստատ 12-ից 11-ը կլինեն մատնիչ։ Մենք այդ բանը չունենք ինչպես մեր Տերը։ Հիմա եկեղեցում էլ բնականաբար շատերը օրինակ այնտեղ ասում են ոմանք բանակից խուսափելու համար են գնացել չեմարան, ոմանք իրանց հայրենիքը ծախել են, հայրենիքը Արցախը ծախել են, օրինակ Վրթանեսը ինչ է։ Բայց այնտեղ ոչ մի խնդիր, այդ ծախողի հետ եկել է համաձայնության Երևանում իրան բանակի կողմից տրամադրված տունը պահելու նպատակով, հա։ Մեկը իր Բենտլին պահելու նպատակով։ Այսինքն մարդիկ այնքան ստոր են, մենք նրանց նայել ենք որպես սրբազաններ, պատկերացնում եք։ Ես հիշում եմ մեր զրույցները Վրթանեսի, մենք տեսանկարը հանել ենք պատերազմի օրերին, մի քանի անգամ եղել ենք ուրեմն առաջնորդանիստում Արցախի։ Ոնց ես ափսոսում եմ, որ այդ մարդը եթե իր առաջնորդանիստում մի կտոր ագոհաց է դրել, ես դրանից օգտվել եմ։ Ներողություն եմ խնդրում ամենազոր Աստծուց, որ ես չեմ կարողացել տեսնել, որ իմ դեմ նստած է մատնիչ, իմ դեմ նստած է հայ ժողովրդի թշնամի, իմ դեմ նստած է մեկը, ով առաջինը փախավ Արցախից պատերազմը սկսելուց հետո, չմնաց իր հոտի հետ միասին, այլ փախավ ուղղակի, փախավ։ Ափսոսում եմ, որ այդ կարգի մարդիկ այո հասել են սրբազանի աշճանի եւ հիմա իրանց կերպարը բացահայտ